Բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Ընդհանրապես Աստված չի սիրում հուսահատվողներին։ Հուսահատությունը դա սարսափելի մեղք է։ Մարդը իր հույսը եթե չի դնում Աստծո վրա, ինչպես կարող է նա ապրել։ Սուրբ Երեմիա մարգարեն ասում է. օրհնյալ է այն մարդը, որ հույսը դնում է Աստծո վրա, նզովյալ է այն մարդը, որ Աստծուն չի Աստծո վրա հույս չի դնում։ Դրա համար մենք կյանքի տարբեր իրավիճակներում, ինչ իրավիճակում էլ որ լինենք, պետք է միշտ վստահենք Աստծուն։ Աստված մեզ չի թողնի մեր աներալի վիճակի մեջ, եթե դիմենք մենք նրան, աղոթքով, խնդրելով, պաղատելով, աղաչելով, թեթևացնի մեր վիճակը։ Շատ հաճախ մեր նեղությունները, փորձությունները, հիվանդությունները, անհաջողությունները, դժբախտությունները երբ լցվում են մարդու վրա, մարդը Աստծուն դիմելու տեղը սկսում է կամաց հուսահատվել իր իրավիճակից։ Ձեռքերն իջեցնում է, մտածում է, որ վերջ, սա վերջն է, լավ բան չի լինելու, բայց դա այդպես չէ։ Հիշեք եւ իմացեք, Աստված միշտ ձեր կողքին է։ Ինչ իրավիճակի մեջ էլ որ ուզում եք լինեք, դիմեք Աստծուն։ Դիմեք Աստծուն։ Մի ընկեք իրավիճակի մեջ, իրավիճակի հետևից ավելի ճիշտ, ասենց ասենք։ Դրանք մտքերն են հիմնականում, որոնցից շատերը իրականության հետ ընդհանրապես կապ չունեն։ Աստծուն դիմելով մարդը սկսում է հասկանալ։ Աստծուն դիմել այսինքն աղոթք անելն է, որ աղոթքի ուժը շատ զորավոր ուժ է։ Սովորեք աղոթել, ինչ իրավիճակում էլ որ լինեք, հիշեք, Աստված ձեր կողքին գնաց սպասում է, որ դուք դիմեք նրան։ Մի հուսահատվեք, մի ընկեք այդ ահավոր մեղքի մեջ։ Աստծուն մի մոռացեք, Աստված միշտ ձեր կողքին է։ Նա է ողորմում, նա է բժշկում, նա է մաքրում, օրհնում եւ ուղղորդում, լուսավորում եւ խաղաղություն պարգևում մեր հոգիներին եւ սրտերին։ Դրա համար մի հուսահատվեք, ինչ իրավիճակում էլ որ լինեք։ Աղոթեք, Աստված ողորմած է, նրա անկարելի բան չկա, եւ ձեր ամեն ինչը կկարգավորվի։ Աստված ձեզ օգնական եւ պահապան լինի։